Փառք մեր Տիրոջը։ Գիտեք իրականում մեծ ուրախություն է եւ օրհնություն է լինել Աստծո տան մեջ Կիրակի օրը, փառաբանել մեր Աստծուն, մեծ արել նրան։ Մեծ օրհնություն է գալ ու վայելել Տիրոջ ներկայությունը։ Ձեզ հետ միասին սիրելիներս։ Տիրոջ ներկայությունը այստեղ է, Սուրբ Հոգին այստեղ է, ու ես հավատում եմ, որ Աստված ինչ որ բան ունի ինձ ու քեզ համար։ Ամեն։ Սիրելիներս, ես վստահ եմ, որ Աստված պատահական ոչ մի բան չի անում։ Գիտեք, սա սովորական օր չի, սա նեն չի որ հերթական դե Կիրակ նորյա ծառայություն է, եկել ենք հերթական քարոզը լսենք, թող գնանք տուն։ Ես համոզված եմ, որ ամեն Կիրակի օրը, երբ որ գալիս ենք այստեղ, թե ես, թե դու, մենք կարիք ունենք լսելու Տիրոջ ձայնը։ Մենք կարիք ունենք հասկանալու, ինչ ունի Աստված ինձ ու քեզ ասելու։ Մենք կարիք ունենք հասկանալու, ինչ ճանապարհով է այսօր Աստված ինձ ու քեզ տանում։ Եվ գիտեք, ամենահրաշալին ինչն է, որ Աստվածաշունչը ասում է, Աստծո խոսքը կենդանի է, զորավոր է, քննում է սիրտը, քննում է խորհուրդները, մտքերը մարդկային։ Եվ գիտես, երբ որ ես ու դու եկեղեցում ենք գտնվում, երբ որ հնչում է Աստծո խոսքը, երբ որ քարոզվում է ավետարանը, գիտես, կարծես դա լույս է գալիս, որը օգնում է, որ մեր ներսի խավարը ցրվի, որը օգնում է մեզ քննել մեր իսկական ներսի վիճակը, որը օգնում է մեզ հասկանալ, արդյոք մենք ճիշտ այսօր ճանապարհի վրա ենք, արդյոք մենք Աստծո առջև ճիշտ դիրքում ենք այսօր գտնվում, արդյոք մեր սիրտը այսօր մեզ չի խաբում, արդյոք կա ինչ-որ բան մեր կյանքում, որ դա Աստծուն հաճելի չի։ Եվ գիտես, այնքան հրաշալի է լինել Կիրակի օրը իրականում եկեղեցում, որպեսզի թույլ տանք Աստծո խոսքը աշխատի իմ քո սրտի հետ սիրելիս, որպեսզի թույլ տանք Աստծո լույսը լուսավորի բոլոր այն խավար տեղերը, որ կան իմ ու քո կյանքում։ Ամեն։ Որովհետև գիտես, ցանկացած խավար տեղ, այո, իմ ու քո կյանքում պետքա լուսավորվի։ Եթե քո ընտանիքում ինչ-որ մութ տեղեր կա սիրելիս, դու դա պետքա բերես լույսի մեջ։ Եթե քո բիզնեսի մեջ մութ տեղեր կա, դու դա պետքա բերես լույսի մեջ։ Որովհետև ուր որ լույս կա, խավարը այնտեղ գործ չունի։ Ուր որ լույս կա, մեղքը այնտեղ գործ չունի։ Ուր որ լույս կա, անեծքը այնտեղ գործ չունի սիրելիս։ Դրա համար Աստծո խոսքը ասում է, ամեն արդարություն գործողը գալիս է լույսի մեջ, որ իր գործերը Երևան, որ իր գործերը Աստծով են գործվում։ Ամեն։ Ամեն։ Եվ իհարկե խավարը վախենում է լույսից, եւ իհարկե սատանան ամենաշատը ինչ չի ուզում, որ դու գաս լույսի մեջ։ Փառք Տիրոջը, դրա համար շատ կարևոր է, որ մենք միշտ ձգտենք դեպի Աստծուն, ձգտենք դեպի Աստծո խոսքը, դեպի իր ներկայությունը։ Եվ այսօր գիտեք, առավոտյան դեռ չարթնացած եւս մի վատ էլի նորություն լսեցի, ու գիտես, մենք ամեն օր ինչ որ մի հատ վատ բան լսում ենք։ Այս աշխարհը խելագարվել է։ Գիտեք, այնքան է խելագարվել, որ այսօր սենց անհասկանալի, անհավանական ինչ որ բաներ են տեղի ունենում, արդեն դադարում է զարմանալ այդ ամեն ինչից, որովհետև այնքան շատ է դա դարել, այնքան սովորական է դարել արդեն անօրինությունը, չարությունը այս աշխարհում, պատերազմները, ու գիտեք, Աստվածաշունչը խոսում է դրա մասին, որ կգան օրեր կլինի այդպես, կլինեն պատերազմներ, պատերազմների համբավներ կլսեք, եւ մատարաժամեր կլինեն, հիվանդություններ եւ տարբեր բաներ։ Եվ գիտեք, իհարկե այդ ամեն ինչը շատ անհանգստացնող է, բայց ինչն է ամենաանհանգստացնողը այսօր, սիրելիներս։ Ես կարծում եմ կա եւս մի անհանգստացնող բան, եւս մի հատ sense ահազանգ, որ Աստված այսօր ուզում է ինձ ու քեզ հասցնի, որովհետեւ գիտեք, մի հատ տեղ Հիսուսը sense հետաքրքիր բան ասում է, մի վախեցեք նրանից, ով որ մարմինը կարա սպանի։ Ով որ կարա մարմինը սպանի, վախեցեք նրանից, ով որ կարա մարմինը, հոգին գեհենի մեջ կորցնի։ Գիտեք, կա մի բան, սիրելիներս, որ ավելի վախենալու է, քան թե սովը, քան թե ժամանակից շուտ մահը։ Գիտես, երբ որ դու Աստծո հետ ես, ընդհանրապես ասեմ, մահը վախենալու չի։ Երբ որ դու գիտես դու ուր ես գնում, երբ որ դու գիտես, որ դու արդարացված ես Հիսուսի արյունով, երբ որ դու գիտես, որ քեզ հավիտենական երանություն է սպասում, հավիտենական ուրախություն Աստծո ներկայության մեջ։ Գիտես, մահը այդքան էլ վախենալու չի։ Ավելի վախենալու է անորոշությունը, թե դու ուր ես գնալու եւ ինչ կլինի քեզ հետ մահից հետո։ Վախենալու չի, գիտեք, սովը, վախենալու չի աղքատությունը, սիրելիներս։ Անկամ ես կասեմ ձեզ, երբ որ դու քայլում ես Աստծո հետ, պատերազմն էլ վախենալու չի։ Բայց կա մի ավելի վախենալու բան, որ կարա գողանա մեզանից մեր փրկությունը։ Եվ գիտեք, երբեմն դա այնքան քողարկված ու այնքան անտեսանելի կարա մտնի եկեղեցի, կարա մտնի քրիստոնյաների կյանքը, որ մենք դա չնկատենք։ Ու ես ուզում եմ ձեզ ասել, մենք ունենք այսօր թշնամի, որի անունը սատանա է, որը չի դադարել գործել այս աշխարհում,
Եվ Աստծո խոսքը ասում է նա մռնչացող առյուծի պես մանա գալիս ու փնտրում է ում հոշոտի, ում կուլ տա։ Գրված է ում կուլ տա։ Սատանան տենց էլ սպասում է, ով կսայթակի, ով դուր կբացի իր համար, որպեսզի ինքը կուլ տա։ Եվ գիտեք, այսօր մի բան կարող ենք տեսնել, սիրելիներս։ Ես կուզենամ մի քանի տեղ այսօր Աստվածաշնչից ընթերցենք։ Գիտեք, եկեղեցին այսօր կանգնած է շատ մեծ մարտահրավերների առջև, շատ մեծ մարտահրավերների առջև։ Այսօր ես կարծում եմ եկեղեցին ավելի շատ հարձակումների տակ է գտնվում, քան երբևիցե, որովհետև աշխարհը ավելի զարգացած է դառել։ Ինֆորմացիան, գիտեք, տեղեկատվությունը այնքան շատ է աշխարհում, որ կարելի է ուղղակի մոլորվել, կարելի է կորել այդ, ասենց ասած այդ տեղեկատվության ալիքի տակ։ Այսօր արհեստական բանականություն է մարդը ստեղծել եւ գիտեք, ամեն օր կարդալով այդ տվյալները արհեստական բանականության մասին ինչքան արագ է այդ ամեն ինչը զարգանում, գիտեք, իրականում շատ այսօր շատ մեծ կամպանիաներ այսօր զանգ են խփում։ Ահա զանգ են խփում, որ գիտեք, դա կարա շատ վատ բաների բերի, դա կարա մարդկային հսկողությունից դուրս գա։ Այսօր դա այնքան է զարգացել ամբողջ աշխարհով մեկ, որ շատ մասնագիտություններ այսօր անցնում են հետին պլան, դրանք արդեն պետք չեն։ Գիտեք, ու շատ մեծ սենց գայթակղություն կա, դա իհարկե այն ինչ որ կատարվում է աշխարհում, եկեղեցին նույնպես գտնվում է աշխարհում։ Մենք չենք կարող ասենք դա եկեղեցու կողքով է անցնում։ Եւ գիտես, այսօր կա մի այսպիսի մեծ վտանգ, դա այնքան է զարգացել, սիրելիներս, մարդիկ ովքեր աշխատում են դրա վրա, ովքեր ոնց որ զարգացնում են, այսպես ասած, այդ ոլորտը, լսում էի մեկին ու սենց հետաքրքիր բան ասեց մինչև այս տարվա վերջը, 26 թվի վերջը, արհեստական բանականությունը այնքան է զարգացած լինելու, որ երկրագնդի վրա ցանկացած մարդուց ավելի խելացի է լինելու։ Իսկ 2027 թվականի վերջը մինչև արհեստական բանականությունը այնքան է զարգացած լինելու, որ երկրագնդի բոլոր մարդկանց իրար հետ վերցրած, ինքը բոլորից ավելի խելացի է լինելու։ Ու գիտեք, ինքը այնքան արագ է զարգանում է տեխնոլոգիան, որ ինքը արդեն այսօր օրինակ տեսեք, եթե դուք կմտնեք ինտերնետ, կարաք տեսնեք, չէ՞, որ ասենք այս երգը արհեստական բանականություն է սարքել, կամ մարդկանց դեմքերը հասկանում ես, որ էսի արհեստական բանականություն է սարքել։ Բայց գիտեք, 5 տարի հետո դուք չեք տարբերելու։ Դա իսկական մարդու դեմքն է, թե դա արհեստական բանականություն է։ Նա արդեն սովորում է, հաջորդ տարի ու մյուս տարի ինքը կարողանալու է քո հետ շփվի այնպես, որ քեզ թվալու է, որ քո հետ իսկական մարդ է շփվում։ Դու չես տարբերելու, որ քո հետ ինչ որ ռոբոտ է խոսում։ Դու չես տարբերելու, որ քո հետ արհեստական բանականություն է խոսում։ Եվ գիտեք, ինքը այնքան զարգացած է լինելու, որ մարդիկ Աստծո մոտ գնալու փոխարեն, լսեք ուշադիր, ձեզ ինչ եմ ասում, գնալու են հարցնեն արհեստական բանականությանը, այս բանը ոնց անեմ, որ սենց լինի, կամ ինչ է ինձ պետք անել, որ այս հարցի լուծումը տամ։ Ու ես ուզում եմ ձեզ ասել, այսօր արհեստական բանականությունը փառաբանության երգեր է գրում, այսենց մի ակնթարթում, թե մարդկանց պետք է օրեր, շաբաթներ, ամիսներ աղոթեն, Աստծո հետ հանդիպեն, ինչ որ մի հատ վերապրում ունենան, գրելու տաղանդ ունենան, դրա վրա երաժշտություն դնեն, որ երգ դառնա։ Արհեստական բանականությանը մի քանի տող գրում ես, ասում ես ինչ ձևի, ինչ ոճի երգ ես ուզում, 10 վայրկյանում քեզ այնց մի հատ երգ է տալիս, այնց երաժշտությունով, քո ուզած ձայնով, տղամարդու ձայնով, կնոջ ձայնով։ Պատկերացրեք ինչ կլինի 5 տարի հետո, սիրելիներս։ Ինչ կլինի 5 տարի հետո։ Եվ ինչի եմ այսօր խոսում, ինչ կապ ունի, կարելի է մտածել, լավ, այսօր մեր հետ այդ արհեստական բանականությունը։ Գիտես, այսօր արհեստական բանականության միջոցով շատ հովիվներ իրանց քարոզներն են գրում։ Այսինքն կորում է այն պահանջը, որ դու պետքա գնաս Աստծո երեսի առաջ, դու պետքա փնտրես Աստծո ներկայությունը, դու պետքա սրտով հասկանաս, եկեղեցին ինչի կարիք ունի։ Գիտես, դու մտնում գրում ես, որ թեման է այսօր ակտուալ եկեղեցու համար։ Ինքը քեզ միանգամից տալիս է։ Գիտես, ինքը քարոզներ է գրում, որ շատ քարոզիչներ կերազեն այդպես քարոզներ գրել։ Ես ձեզ լուրջ եմ ասում, ստրուկտուրայով, նախաբանով, հա, հիմնական տեքստը, վերջաբանը, ոնց է պետք սկսել, ոնց է պետք ավարտել։ Ես չգիտեմ, մի անգամ երևի պատմել եմ ձեզ, որ Եվրոպայում այդպիսի մի հատ փորձարկում էին անցկացրել, փորձ են արել այդպիսի։ Ուրեմն, կարծեմ 300 թե 500 հոգանոց մի հատ դալիճ կազմակերպել էին այնպես, որ մեծ էկրան է դրված եղել եւ միացրել են արհեստական բանականությունը եւ ասել են, այս կիրակի օրը դու պետք է անցկացնես եկեղեցական ծառայություն, փառաբանությունով,
աղոթքով, զոհաբերության խոսքով, թեման պետքա լինի չէ միշում ինչ որ հավատք թեմա, թե ինչ որ թեմա են տվել, եւ ծառայությունը ավարտես աղոթքով։ Եվ գիտեք, այդ օրը բեմին ոչ մեկ չեղել, արհեստական բանականությունը սկսել է փառաբանության երգերով, աղոթքով, քարոզա տվել, վերջում փառաբանությունով ավարտել, ու հետո մարդկանց գիտեք հարցրել են, ո՞նց էր ձեր տպավորությունները, ո՞նց ձեր դուրը եկավ։ Եվ գիտեք, շատերի դուրը եկել էր։ Ասել էր շատ լավ խոսք էր, շատ հետաքրքիր էր, շատ լավ երգեր էին փառաբանության։ Շատերի դուրը դա եկել էր։ Ու այսօր արհեստական բանականությունը պատկերացնում եք այնց խնդիրներ ու հարցեր ա լուծում, որ աշխարհի ամենախելացի մարդիկ, այն ինչը որ ինքը մի ակնթարթում է սենց լուծում, աշխարհի ամենախելացի մարդիկ ամիսներով են այդ նույն խնդիրները լուծում կամ էլ չեն կարողանում լուծել։ Ու ես սկսեցի սենց մի բան մտածել, իսկ ինչ կլինի, եթե օրերից մի օրը այնքան զարգանա արհեստական բանականությունը, որ օրերից մի օր նստի մեկը ու այսպեսի մի հատ հանձնարարություն գրի։ Հորինի մի հատ այնպեսի ուսմունք, որ դա կլինի քրիստոնեական ուսմունք, ճակերտավոր, եւ դա այնքան հիմնավորված կլինի Աստվածաշնչի վրա, Աստվածաշնչյան տեղերի վրա, որ դա շատ դժվար կլինի տարբերել ճշմարիտ քրիստոնեական ուսմունքից։ Չէ՞ որ ժողովուրդ ջան, պատմության մեջ, տեսեք, մենք նայում ենք արհեստական բանականություն չի եղել, բայց մարդիկ այնց հայտնություններ են ստացել, այնքան մոլորություններ ա եղել, այնքան վտանգների առաջ է եկեղեցին կանգնած եղել, որ մինչև այսօր կան ուսմունքներ, որ հազարամյակներ ապրում են։ Մինչև այսօր։ Առաջի դարում եղել են ուսմունքներ, երկրորդ դարում, երրորդ դարում, որ մինչև այսօր ապրում են։ Եհովայի վկաների ուսմունքը դա նոր բան չի։ Կար մեկը, որի անունը Արիոս էր։ Դա Արիոսի ուսմունքն է, գիտեք, իրանք նոր բան չեն հորինել։ Արիոսը ապրել է 4-րդ դարում։ Եվ տիեզերական ժողովների պատճառներից մեկը, որ սկսեցին անել, որ հաստատեն քրիստոնեական դոկտրինաները, ուսմունքները, դա էր, որ Արիոսը այդպես բաներ էր սովորեցնում, որ Հիսուս Աստված չի։ Ու եկեղեցին պատկերացրեք, դա 4-րդ դարն էր, դա մեր ժամանակները չի, 21-րդ դարը չի։ Դա ընդամենը 2-3 դար էր անցել Հիսուսից, իր աշակերտներից, իր առաքյալներից հետո։ Ու եկեղեցին մեծ վտանգի առաջ էր կանգնած, որ կարան բոլորության մեջ ընկնի։ Ամբողջ այն ժամանակվա աշխարհի եկեղեցին, եպիսկոպոսները բոլորը հավաքվեցին, ուսուցիչները Աստվածաշնչի, որպեսզի սահմանումներ դնեն, ինչն է ճիշտը, ինչն է սխալը։ Եվ Արիոսին իհարկե հերետիկոս հայտարարեցին։ Բայց այսօր մենք տեսնում ենք Եհովայի վկաները միլիոնավոր մարդիկ են մտնում այդ շարժի մեջ, միլիոնավոր ժողովուրդ, տասնյակ միլիոնավոր։ Ու մենք 4-րդ դարում չենք, 21-րդ դարում ենք։ Իսկ հիմա պատկերացրեք, այսօրվա տեխնոլոգիաներով, հա, այսօրվա այդ ձեռքբերումներով, օրերից մի օր, օրինակ ես կարծում եմ, տեսեք, Աստվածաշնչում կա 3 անձ, որոնց մասին խոսվում է, դա վիշապն է, հա, սատանան է, դա ներն է, հակաքրիստոսը եւ ով է, սուտ մարգարեն։ Սուտ մարգարեն է, սուտ մարգարեի ֆունկցիան ի՞նչ է լինելու։ Քարոզել ամբողջ աշխարհով մեկ, որ ները, հակաքրիստոսը, կամ մեկը հակաքրիստոս նշանակում է Քրիստոսի փոխարեն։ Հա, մի հատ sense համաշխարհային ռոպագանդա է լինելու, որ ինքն է Մեսիան, ինքն է Հիսուս, ինքն է փրկիչը աշխարհի։ Ու գիտեք զարմանալուն ինչն է, որ դրան կհավատան եւ քրիստոնյաները, եւ մուսուլմանները, եւ բուդդիստները, եւ հրեաները։ Բոլորը մտածելու են, որ հեսա եկել է աշխարհի փրկիչը։ Եվ տեսեք, այսօր ուզում եմ խոսել այդ բաների մասին, սիրելիներս։ Վերջին օրերի վտանգները, այսպես են վերնագրել իմ այսօրվա ուղերձը։ Տեսեք, սատանան չի փոխվել։ Եթե մեկը մտածում է, որ ինքը դե մենք ճիշտ եկեղեցում ենք գտնվում, դե մենք այսօր Աստվածաշունչը ունենք, մեզ ինչ պետք է եղնի, կմտնենք Google-ը կասի։ Սատանան Եդեմի պարտեզից մինչև օրս, Եդեմի պարտեզից սկսած մինչև օրս չի փոխվել, սիրելիներս։ Որն է սատանայի այսօր նպատակը։ Երբ որ ինքը եկավ Եդեմի պարտեզ, ինչ արեց։ Եկավ, առաջի բանը ինչ որ արեց, կասկածանք սերմանեց Աստծո խոսքի մեջ, աղավաղեց այն, ինչը որ Աստված ասել էր։ Հիշում եք այդ պատմությունը։ Երբ որ եկավ Եվայի մոտ, արդյոք Աստված ասեց այս
Պարտեզի ոչ մի ծառերի պտուղի չուտեք։ Աստվածը տենց բան չէր ասել։ Աստված ասել էր կոնկրետ մի ծառի պտուղից չուտեք։ Չէ, Եվան ասեց, ինչ ես ասում, Աստվածը տե ինչ ասել, Աստված ասել է այս ծառի պտուղից, ախ, այդ ծառի պտուղից ասել չուտեք։ Դե Աստված գիտի, հենց ուտեք, ձեր աչքերը կբացվի ու Աստծո նման կդառնաք։ Բարին ու չարը իմացող։ Եվ սիրելիներս, մարդկությունը ընկավ մեղքի մեջ, ամեցքի եկավ աշխարհ։ Սատանան չի փոխվել։ Երբ որ եկավ Հիսուսը աշխարհ, նույն սատանան Հիսուսին փորձում էր անապատում, ու գիտեք, իր տեխնիկան, սենց ասեմ, իր մոտեցումը չէր փոխվել։ Ինչ արեց ինքը, եթե Աստծո որդի ես, եթե, գիտես ինքը միշտ կասկածանք է սերմանում։ Ինքը միշտ կասկածանք է սերմանում։ Ես զարմանում եմ այսօր քրիստոնյաների վրա, ովքեր տարիներ շարունակ Սուրբ Հոգով մկրտված են, լեզուներով աղոթում են, եկեղեցի են գալիս։ Օրերից մի օր հանկարծ գալիս են, գիտեք քանի մարդ է ինձ այդպես հարցրել։ Կարող է, բա այն մեկը սենց է ասում, բա այն մեկը սենց է ասում։ Կարող է, ինչն է սատանայի այսօր հիմնական գործը, կասկածանք սերմանել Աստծո խոսքի մեջ։ Դե որ Աստծո որդի ես, դե ասա, թող այս քարերը հաց դառնան։ Գրված է, դե որ գրված է, քցի քեզ այս աշտարակի վրայից, այս տաճարի վրայից։ Քցի, դե գրված է, իր հրեշտակներին հրամայել է քեզ պահեն։ Իրանց ձեռների վրա կտանեն, որ ոտոդ քարի չդիպցնես։ Գրված է։ Եվ գիտես, սատանան չի փոխվել, սիրելիներս, ու ես կարծում եմ, մենք այսօր ավելի լուրջ վտանգի տակ ենք, քան թե առաջի դարվա քրիստոնյաները, որովհետև այսօր ավելի, գիտեք, քողարկված է դարել այդ ամեն ինչը։ Այսօր աշխարհը ավելի զարգացած է։ Այսօր դա ավելի սենց աննկատ կարա մտնի եկեղեցի, մենք չհասկանանք ինչ տեղի ունեցավ։ Ու գիտեք, այսօր ամբողջ աշխարհով մեկ, սիրելիներս, դա պատահական չի, որ մենք տեսնում ենք ինչ որ խայտարակ ուսմունքներ, տեսնում ես ինչ որ մոլորեցնող, սենց ինչ որ բաներ, որ մտնում են եկեղեցի, ցավով եմ ասում, ցավոք սրտի, այսօր տեսնում ենք ինչքան ծառայողներ են ընկնում։ Ինչքան ծառայողներ են ընկնում, սիրելիներս, ու Պողոսը շատ པարզ մի հատ բան կասի, ով որ մտածում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ մնա։ Ես ու դու պիտի զգույշ լինենք այսօր, ես ու դու ամեն ինչ պետքա քննենք այսօր։ Եվ ես ուզում եմ այսօր խոսել մի քանի վտանգների մասին, որ սպառնում են այսօրվա մեր եկեղեցուն, ժամանակակից եկեղեցուն։ Առաջի բաներից մեկը դա կեղծ ուսուցիչներն են։ Ուզում եմ մի երկու տեղ կարդամ։ Տեսեք, հետաքրքիր է Մատթեոսի ավետարան 24-րդ գլուխը, Հիսուսը խոսում է վերջին օրերի մասին։ Եվ այստեղ շատ բաներ են թվարկված։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը ինչ է, որ Տերը զգուշացնում է մոլորությունների մասին մի քանի անգամ այդ տեքստի մեջ։ Պատերազմների մասին մի անգամ է խոսում, բայց մոլորությունների մասին մի քանի անգամ է խոսում։ Հիվանդությունների մասին մի անգամ է խոսում։ Մոլորությունների մասին մի քանի անգամ է խոսում նույն տեքստի մեջ, նույն գլխի մեջ։ Ու տեսեք Մատթեոս ավետարան 24-րդ գլուխ 4-ից 5 խոսքերը։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրանց. զգույշ կացեք, որ մեկը ձեզ չխաբի, որովհետեւ շատերը կգան իմ անունով եւ կասեն ես եմ Քրիստոսը եւ շատերին կմոլորեցնեն։ Մատթեոս 24:11 Եվ շատ սուտ մարգարեներ դուրս կգան եւ շատերին կմոլորեցնեն։ Մատթեոս 24:24 Որովհետեւ սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ վեր կկենան եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կտան, մինչեւ որ եթե կարելի լիներ ընտրվածներին էլ մոլորեցնեն։ Տեսեք, մի քանի անգամ ինչ որ մի հատ բան է Հիսուսը ասում, նորից խոսում է մոլորեցնողների մասին։ Խոսում է մի քիչ, նորից խոսում է մոլորեցնողների մասին, նորից ինչ որ բան ու նորից է հիշացնում մոլորեցնողների մասին։ Դա նշանակում է դա շատ լուրջ վտանգ է մեր օրերի համար, սիրելիներս, վերջին օրերի համար։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ խորում եմ ես թեմայի շուրջ, այսօր շատ մարդիկ կան, կարա սենց հարց առաջանա, լավ, ոնց տարբերենք ով է մոլորեցնողները։ Նամանավանդ են մարդիկ, ովքեր ընդհանրապես Աստվածաշնչից տեղեկություն չունեն։ Ոնց իրանք հասկանան ով է մոլորվածը, ով չի մոլորվածը։ Այսօր անգամ մեր եկեղեցին շատեր ասում են դուք մոլորված եք։ Բայց գիտեք, ես ուզում եմ մի հետաքրքիր բան ձեզ հիշեցնել։ Երբ որ Հիսուսը դևերին քշում էր, մարդիկ ասում էին դու դևերի
իշխանի ուժով ես դա անում, Բեղզեբուղի ուժով ես դա անում։ Հիսուս ասում էր, ես Սուրբ Հոգու ձեռով եմ դա անում։ Այսօր երբ որ խոսում ենք Սուրբ Հոգու մկրտության մասին, մարդիկ ինչ ասես կասեն։ Բայց գիտես, իմ ու քո հենարանը պետք է լինի Աստծո խոսքը։ Առաքյալների մասին, երբ որ եկան մի քաղաք քարոզելու, գիտեք ինչ ասին։ Այս աշխարհը մոլորեցնողները ստեղ էլ հասան։ Դա այն առաքյալներն են, ում թղթերը այսօր ես ու դու կարդում ենք, ուսումնասիրում ենք ու քարոզում ենք։ Իսկ միտեղ էլ գործ կառաքելոցում գրված է, սրանք այն Նազովրեցու Հիսուսի աղանդից են։ Միթե նույն բանը իմ ու քո մասին չեն ասում, սիրելիներս այսօր։ Դրա համար գիտես, այդտեղ շատ կարևոր է, հարցը այն չի, ով ինչ է ասում մեր մասին։ Հարցը նրանում է, ինչքանով մենք հստակ գիտենք, հասկանում ենք, ինչին ենք մենք հավատում ու ում ենք մենք հավատում։ Ինչքանով հստակ մենք կարանք ձևակերպենք մեր հավատքը, մեր դավանությունը։ Ամեն։ Ուրեմն սիրելիներս, ամենամեծ վտանգներից մեկը դա մեր օրերի կեղծ մարգարեները, կեղծ ուսուցիչները, հա, ու սուտ Քրիստոսներն են։ Ես շատ եմ լսել մարդկանցից, ասում եմ, գնացինք այս ինչ տեղը մի հատ կին էր, գիտես, ասում եմ, դեմը սրբապատկերներ էր շարած, մոմ էր վառված, դաժե Աստվածաշունչ կար սեղանին դրած։ Գիտես, շատ սիրուն քողարկված էր ամեն ինչը, բայց իրանք ինչ որ անում են, Հիսուսի անունով չեն անում։ Եթե Հիսուսի անունով չեն անում, պարզա, ինչ հոգի է դրա հետևը կանգնած։ Դա նեռի հոգին է, դա սատանայի հոգին է, եթե ինքը Հիսուսի անունով չի հանդես գալիս։ Դրա համար ես ու դու շատ զգուշ պետք է լինենք, սիրելիներս։ Ես զարմանում եմ, երբ որ քրիստոնյաները լսում են ինչ որ տեղ, ասում են ինչ որ մեկը, սենց բան աղոթքները, ասում ենք ինչի ես գնացել այնտեղ։ Ինչ ով է ինքը, եկեղեցի է էդի, ինքը եկեղեցական ծառայող է, ինչ է իրենից ներ, դե ասում է ինքն էլ է հրաշքներ անում։ Մենք կկարդանք դրա մասին էլ, վերջի օրերի մոլորություններից մեկը այն է, որ մարդիկ ասում են, տես ինչ հրաշքներ են անում, տես ինչ բաներ, բժշկություններ է լինում, բայց ում անունով է ինքը էդի անում։ Սիրելիներս, Սուրբ Հոգու պարգևները եկեղեցում չեն դադարել գործելուց։ Սուրբ Հոգու բոլոր 9 պարգևները ես համարձակ կարող եմ ասել այո այսօր։ Սուրբ Հոգու բոլոր 9 պարգևները այսօր գործում են եկեղեցում։ Ու մենք կարիք չունենք ինչ որ անհասկանալի տեղեր գնալ, որ ինչ որ գերբնական վերապրումներ ունենանք։ Այսօր Տիրոջ զորությունը գործում է եկեղեցում։ Եվ մի կարևոր եւս բան, այսօր ինտերնետը, գիտեք, սենց մի հատ անծայրացիր, հա, աշխարհ է, որտեղ ով ուզի, երբ ուզի, իր սրտով, իր ցանկությունով ինչ քարոզիչի ուզի, կմիացնի ու կլսի։ Կասես ինչի վատ է քարոզ լսել ինտերնետով։ Վատ չի, ամբողջ խնդիրը գիտես ինչումն է, որ շատ մարդիկ չեն հասկանում, ում կարելի է լսել, ում պետք չի լսել։ Եվ ես միտեղ էլ կկարդամ Աստվածաշնչից, դա եւս մի վտանգ է մեր օրերի, որ մարդիկ գրված է իրանց ականջին հաճելի, իրենց հարմար քարոզիչներ են գտնելու։ Եվ ես տեսել եմ, կան քարոզիչներ, որ ասենք դու իրանց մասին արդեն ինչ որ տեղեկություն, ինչ որ բան ունես, ասում ես սրան մի լսի, ասում է ինչի այնքան լավ է քարոզում։ Կարելի է լավ քարոզել։ Գիտես, կարելի է լավ քարոզել, բայց լավ քարոզել դա դեռ չի նշանակում ճիշտ, անարատ, մաքուր Աստծո խոսքը մատուցել։ Ամեն։ Ու կուզենամ մի քանի տեղ կարդանք, սիրելիներս։ Առաջինը մենք ասեցինք կեղծ ուսուցիչներ։ Երկրորդ նշաններից ու վտանգներից մեկը մեր օրերի։ Դա նա է, որ հավատքից շատերը կհեռանան։ Առաջի Տիմոթեոս 4 գլուխ եւ առաջի խոսքը։ Ես այս վերջերը սենց հարց տվեցի։ Ասի ո՞նց եք կարծում։ Հիսուսի գալուց առաջ կլինի համաշխարհային մեծ արթնություն։ Կլինի արդյոք համաշխարհային մեծ արթնություն։ Գրված է, այո որ, եւ այս ավետարանը կքարոզվի բոլոր ազգերին, Հիսուս ասեց այն ժամանակ կգա վերջը։ Գրված է, այո որ բոլոր ազգերին կքարոզվի ավետարանը։ Բայց ես չեմ հիշում, սիրելիներս, որ Աստվածաշնչում այդպես տեղ լինի գրված,
որ ամբողջ աշխարհը փրկվելու է։ Ես չեմ հիշում Աստվածաշնչում այտենց տեղ, որ վերջին օրերում հզոր մեծ արթնություն է լինելու։ Գրված է, որ այո, Տերը կուղարկի հրեշտակներին իր բերքը հավաքելու, բայց գրած չի, որ դա համաշխարհային գլոբալ ինչ-որ արթնություն է լինելու։ Ես ուզում եմ կարդանք առաջի Տիմոթեոս 4 գլուխ առաջի խոսքը։ Եվ հոգին հայտնի ասում է, թե հետին ժամանակներում ոմանք հավատքից կհեռանան եւ մտիկ կտան մոլար ոգիների եւ դևերի վարդապետությունների։ Շատերը հավատքից հետ կգնան, ինչի կհեռանան, որովհետև ասում է մտիկ կտան մոլար ոգիների ու դևերի վարդապետությունների։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, սիրելիներս, որ Սատանան շատ ուժեղ մասնագետ է մոլորության։ Իր անուններից մեկը ստության հայրը։ Սուտը հենց ինքն է, հասկանում ես, ոնց որ Աստծո մասին ասում ենք, Աստված սեր է, այս Սատանան ինքը հենց սուտն է։ Ու ինքը ստի վարպետ է։ Հասկանում ես։ Տեսեք, մի դրվագ հիշեցնեմ ձեզ Աստվածաշնչից։ Հիսուսը անընդհատ խոսում էր իր աշակերտների հետ, որ ինքը պետքա մահանա, ինքը պետքա խաչվի, իրան հետանոցների ձեռը կմատնեն, իրան կսպանեն, բայց երրորդ օրը ինքը հարություն կառնի։ Խոսում էր, չէ՞, իր առաքյալների հետ։ Գալիս է ժամանակ, Պետրոսը հայտնություն է ստանում։ Դու ես Քրիստոսը կենդանի Աստծո որդին։ Երանելի ես դու Պետրոս, որովհետև իմ հայրը դա քեզ բացեց։ Մի քիչ չի անցնում, Հիսուսը սկսում է խոսել, ասում է եւ այսպես ու խոսում է այն բաները, ինչ որ նոր թվարկեցի։ Գիտեք Պետրոսը ինչ ասում, նույն Պետրոսը, ով որ քիչ առաջ Աստծուց հայտնություն ստացավ։ Քավ լիցի Տեր, չլինի քեզ այդ բանը։ Ու Հիսուսը ասում է Պետրոսին, հետից գնա Սատանա, դու Աստծո բաները չես մտածում, դու մարդկանց բաներն ես մտածում։ Չի ասում Սատանա Պետրոսից հետ գնա, ասում հետից գնա Սատանա։ Սիրելիներս, շատ կարևոր է, ինչպես ենք մենք լսում, ում ենք մենք լսում։ Պետք չի մտածել երբեք, գիտեք ամենամեծ վտանգներից մեկը, երբ մարդը մոլորության մեջ ընկնում, երբ են այդ մոլար դևերն ու ոգիները սկսում աշխատել մարդու հետ, երբ որ մարդը մտածում է ինքը ամեն բան գիտի, դու պիտի ինձ սովորացնես, այդ ինչ մի նոր բան պիտի այսօր ասես, որ ես չգիտեմ, դու 1000 անգամ այդ տեղը արդեն Աստվածաշնչից լսել եք։ Գիտես, հենց մեջը հպարտություն է գալիս, որ դու ամեն բան գիտես, դու սովորելու տեղ չունես, քեզ պետք չի, որ մեկը սովորացնի, դու սենց կյանքը տեսած, անցած, գնացած, եկած մի հատ տիպ ես, դու ամեն ինչ գիտես։ Հետնել քո հեռախոսի մեջ արհեստական բանականություն կա։ Էլ քո հետ խոսալ ինչի կլինի։ Դա շատ վտանգավոր է։ Երբեք մի մտածի, որ ամեն բան գիտես։ Ես էլ դու էլ ամեն մեկս էլ միշտ սովորելու կարիք ունենք։ Միշտ։ Հաջորդը սիրելիներս։ Մարդիկ կփնտրեն հարմար ուսմունքներ։ Երկրորդ Տիմոթեոս 4 գլուխ 3-ից 4 խոսքերը, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերի, այլ իրանց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կդիզեն իրանց վրա, իրանց լսելիքները մարմանջելու պես, եւ իրանց լսելիքը ճշմարտությունից հետ կդարձնեն եւ առասպելների հետևից կգնան։ Ժամանակ, այն ինչ որ քիչ առաջ ասում է, երբ որ մարդիկ իրանց համար հարմար քարոզիչներ են փնտրելու։ Եվ գիտեք, ես տեսել եմ, մարդիկ ավելի շատ փնտրում են իրենց քարոզիչներ, ովքեր մեղքի մասին քիչ են խոսում, ովքեր դժոխքի մասին քիչ են խոսում։ Ես անունով գիտեմ անգամ այդպես քարոզիչներ։ Իրանք նպատակով չեն խոսում այդ բաների մասին։ Իրանք խոսում են հավատքի մասին, սիրո մասին, ինչպես դու պիտի հաջողակ լինես, ինչքանով ես դու օրհնված, ինչքան է Հիսուսը, իհարկե դա ճշմարտություն է, սիրելիներս, միանշանակ մենք օրհնված ենք։ Բայց գիտես, մենք չպետք է միայն միակողմանի, այսպես ասած, մոտենանք Աստվածաշնչին։ Մենք պետք է խոսենք նաև սրբության մասին, պետք է խոսենք մեղքի մասին, պետք է խոսենք հավիտենական դատաստանի մասին։ Դա կենտրոնական ուսմունքներից մեկն է, որի մասին գրված է Եբրայեցիների թղթում։
Մեռելների հարության եւ դատաստանի։ Մենք պիտի խոսանք դրա մասին։ Դե եկեք չխոսանք, մարդիկ կնեղվեն։ Պետք չի ինչ կարիք կա մեղքի մասին խոսանք։ Այսօր կա գեր շնորհքի, հա, մոլորության այդպես, մոլար միած սխալ ուսմունքը ամբողջ աշխարհով մեկ տարածված։ Հիսուսը մեզ ներել է, ինչ ուզում անենք, մեկը մենք Աստծո զավակներ ենք։ Հիսուսը մեզ ներել է։ Մեր անցյալ, ասում է, ներկա ու ապագա մեղքերը ներված են։ Արդեն ապագա մեղքերն էլ են ներված։ Ինչ ուզում ես արա, ինչ հարմար ուսմունք է։ Հիսուսը ներել է, դու Աստծո որդի ես։ Եվ իհարկե տարբեր տեղեր են փոխում Աստվածաշնչից, բայց մենք պետք է ամբողջ խոսքը ուսումնասիրենք, սիրելիներս։ Եվ մենք ապրիլի մեջ սեմինար ենք ունենալու, արդեն օրը հաստատել ենք, դրա մասին կհայտարարենք, պետք է այս ամսվա մեջ ունենայինք, բայց ապրիլի մեջ կունենանք։ Բոլորիդ հրավիրում եմ։ Խոսելու ենք վերջին օրերի մոլորությունների մասին, տարբեր ուղղությունների մասին, հնարավորություն կլինի հարցեր տանք։ Մեր մոտ այստեղ շատ լուրջ հյուր ենք ունենալու, շատ լուրջ աստվածաբան է լինելու մեր եկեղեցում, տարբեր եկեղեցիներից նույնպես կմասնակցեն, հրավիրում ենք բոլորիդ։ Մի բաց թողեք այդ ժամանակը։ Այսօր շատ կարևոր ու ակտուալ թեմաներ կա, որ մենք դա պետք է ուսումնասիրենք։ Ինչ է լինելու հաջորդ բանը վերջին օրերում։ Խաբեության, սենց կասեմ, ուժեղացում։ Այսինքն խաբեությունը, սուտը ավելի վառ երանգներ է ընդունելու։ Եկեք սենց ասեմ։ Եվ ուզում եմ միտեղ կարդամ ուրեմն 2 Տիմոթեոս 3 գլխի 1 եւ 13 խոսքը կկարդամ։ Սա գիտացիր, որ հետի օրում չար ժամանակներ կգան։ Պողոսը Տիմոթեոսին է գրում։ Եվ 13 խոսքում սենց մի հատ բան ասում։ Բայց չար եւ խաբեբա մարդիկ հառաջ կգնան չարության մեջ, մոլորեցնելով եւ մոլորվելով։ Այսինքն չարության մեջ ավելի առաջանալով, հա, ավելի զարգանալով, ստության մեջ։ Ու ինչ են անելու։ Կմոլորվեն ու ուրիշներին կմոլորեցնեն։ Գիտեք, ամենացավալին են այն մարդիկ, ովքեր որ սենց վստահ, հա, ինչ որ մի բանի մեջ շեղված են, իրանք համոզված են, որ իրանք ճիշտ են։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք ամեն բան, սիրելիներս, ցանկացած ուսմունք, ցանկացած բան շատ ուշադիր, հա, այսպես ասած, ֆիլտրենք, որպեսզի սխալ բան չմտնի մեր ներսը։ 5-րդը, ինչի մասին կուզենամ ասել, դա նեռի հոգին է, որ գործում է այս աշխարհում, եւ Հովանեսը դեռ առաջի դարում խոսում էր դրա մասին, որ նեռը արդեն է գործում աշխարհում։ Ուղղակի մենք հասկանում ենք, ինչքան ժամանակները մոտենում են Հիսուսի գալուստի, այդ հոգին ավելի է ակտիվանում եւ ավելի վառ դրսևորվում է։ Առաջի Հովանես 2-րդ գլուխ 18 խոսքը։ Որդյակներ, վերջի ժամանակն է, եւ ինչպես լսեցիք, թե նեռը գալիս է, եւ այժմ շատ նեռեր են եղել, որ սրանից իմանում ենք, թե վերջի ժամանակն է։ Նեռը գալիս է, ասում է, արդեն շատ նեռեր են եղել։ Այսինքն այդ հոգին գործում է տարբեր մարդկանց միջոցով, եկեղեցիներում է գործում։ Առաջի Հովանես 4:1-ը։ Սիրելիներ, ամեն հոգու մի հավատացեք, այլ փորձեք հոգիները, թե արդյոք Աստվածանից են, որովհետև շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհ։ Հովանեսը, տեսեք, այդ վտանգը առաջի դարում էլ կար։ Զգուշացնում է եկեղեցուն, ասում է ամեն հոգու մի հավատացեք։ Քննեք, տեսեք, այդ հոգին արդյոք Աստծո հոգին է։ Մի ամեն մի գերբնական բանի վրա վազեք։ Մի ամեն մի այն քարոզիչը ուժեղ բան է քարոզում։ Ո՞վ է այդ քարոզիչը, ինչ է քարոզում, խի է քարոզում։ Այս վերջերս տենց հայտնի մի հատ քարոզիչի է լսում։ Սենց մի հատ ինքը շատ բավականին մեծ անուն ունի ու մի հատ տեղ ելույթ էր ունենում եւ գիտեք գրպանից հենց ծխախոտ հանեց մի հատ դրեց բերանը հանեց կրակայրիչը, հա, զաժգալկել նո սենց հատուկ պրովոկացիա էր անում էլի ու ամբողջ դալիճը պատկերացնում եք չէ արձագանքը ասեց ինչ եք ասեց դեն զարմացած նայում ասեց իսկ դու գիտեք որ ծխախոտը այդքան էլ վտանգավոր բան չի ու գիտեք մի քանի հատ ընենց համոզիչ բաներ սկսեց ասել սենց որ լսես կասեր հավատացիք հա վերջումը տենց այնքան հետաքրքիր էր ասում դուք հասկանում եք կարելի է մոլորությունը այնքան համոզիչ մատուցել ու ներկայացնել որ մարդիկ դրան կհավատան
որ իրոք ծխելը դա վնասակար բան չի, խնդիրը ստեղ է։ Ստեղ է խնդիրը, ստեղ հարցերը լուծում ես ու всё, ծխի քո համար, ավեսա։ Ոչ չծխեմ կմեռնեմ, ոնց կոֆեն խմես, չծխես։ Պլոտնի ասում է բարոկ տագործել, ասում է պլոտնի հաց ուտես, մի երկու հատ իրար վրա չծխես, ոնց կլինի։ Չի լինի։ Ու կարելի է ուսմունք կառուցել դրա շուրջը։ Աստվածաշնչում գրած չի դրա մասին։ Դե մարդը ասում է, դե կոկա-կոլան վտանգավոր բան, վնասակար բան է։ Վնասակար բան։ Բա ինչի եք խմում։ Այնա տենց որ վերցնենք Աստվածաշունչը ասում է շատ ուտելն էլ վնասակար է։ Շատ ուտելը վնասակար է, ժողովուրդ։ Բխի եք ուտում։ Հասկանում ես, մարդիկ կարան այնքան շեղեն ամեն ինչը, հա? Որ վատ բանը ներկայացնեն լավ լույսի ներքո, ասեն, որ էսի նորմալ է, էսի вообще օքեյ է։ Խմել ասում է չի կարելի, բայց գինի մեկ-մեկ կարելի է։ Մեկ-մեկ, բայց տենց հավեսով։ Դե եթե գինի կարելի է, պիվախի չի կարելի։ Պիվեն ավելի թույլ դոզաներով է լինում։ Բա լավ, սպիրտային կոկտեյլ խի չի կարելի, այնտեղ ավելի քիչ սպիրտ կա, քան թե սովորական գինու մեջ։ Հա, այստեղ մասնագետներ կան, գլուխ է ցավացնում։ Հասկանում եք, որ ցանկացած բան այսօր կարելի է վերցնել, ու նենց այլասերել, ու նենց էդի մատուցել, որ էսի ճշմարտություն է, ու շատերը կհավատան դրան, սիրելիներս։ Շատերը կհավատան դրան։ Դրա համար ես ու դու շատ զգույշ պետք է լինենք այսօր, հա, շատ զգույշ պետք է լինենք, երբեք չմտածենք, որ մենք ամեն բան գիտենք։ Դրա համար ամեն հոգու մի հավատացեք, այլ փորձեք հոգիները, արդյոք Աստվածանից են։ Գիտեք, մարգարեությունները, Աստծո խոսքը ասում է քննեք մարգարեությունները, արդյոք դրանք Աստծուց են։ Ամեն բան քննեք, մի քննադատեք, քննեք։ Քննեք, բարին պինդ բռնեք, այսինքն քննելը այդ իմաստը չի կրում, որ դու սենց քննադատորեն սաղի նկատմամբ, չէ, ես ու դու ունենք Սուրբ Հոգին, ես ու դու ունենք Սուրբ Հոգին, սիրելիներս։ Հիսուս ասեց այն օծությունը, որ ձեր վրա է, կսովորացնի ձեզ։ Իմ գառները լսում են իմ ձայնը։ Եթե քո սիրտը բաց է, եթե դու իրոք ուզում ես ճշմարտությունը հասկանալ, դու անպայման կլսես Տիրոջ ձայնը։ Դրա համար թող մեր ականջը բաց լինի Տիրոջ ձայնը լսելու, որը տենց հարցեր չտանք, ուր է գրած Աստվածաշնչում ծխել չի կարելի։ Աստվածաշնչում գրված է, ով որ Աստծո տաճարը ապականի, որ դուք եք, Աստված էլ իրանք ապականի։ Ահա թե ինչ է գրած Աստվածաշնչում։ Եկեք չհարմարացնենք մեզ Աստծո խոսքը, եկեք մենք հարմարվենք Աստծո խոսքին։ Եկեք թույլ տանք, որ Աստծո խոսքը ազատագրի մեզ, բժշկի մեզ, մաքրի մեզ, պահի մեզ ճիշտ դիրքի վրա Աստծո առջև։ Եվ ևս մի բան, սիրելիներս, վերջին օրերում մեծ հոգևոր խաբեություն է գալու։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս, երկրորդ գլուխ, 3-րդ խոսքը եւ 9-ից 10 խոսքերը։ Մեկը չխաբի ձեզ ոչ մի կերպով, որովհետև նա չի գա, եթե առաջ չգա ապստամբությունը, Հիսուսի մասին է գրված։ Եվ հայտնվի անօրինության մարդը կորուստի որդին։ Տեսեք, ասում է Հիսուսը չի գա, մինչև չգա մեծ ապստամբությունը, մեծ մոլորությունը։ Շատերը հավատքից կհեռանան, սիրելիներս, շատերը կապստամբեն, շատերը խաբված կլինեն։ Եվ դա վերջի օրերի նշաններից մեկն է, եւ 9-ից 10 խոսքերում ասում է, որի գալը սատանայի ներգործությունից է, ամեն զորությունով, սուտ նշաներով, հրաշքներով եւ անիրավության ամեն խաբեբայություններով, կորուսյալների մեջ, փոխանակ նրա, որ ճշմարտության սերը չընդունեցին, որ ապրեն, եւ նրա համար Աստված մոլորության ներգործություն կուղարկի նրանց, որ հավատան ստության։ Ուզում եմ ամփոփել, սիրելիներս,
Ինչ վտանգներ կա մեր օրերում։ Շատ կեղծ ուսուցիչներ եւ կեղծ մարգարեներ, հա, պիտի հայտնվեն։ Ասացինք նրա մասին, որ կլինեն զանգվածային հոգևոր մոլորություններ։ Ճշմարտությունը, հա, մարդիկ ճշմարտության փոխարեն կնախընտրեն հաճելի սուտը։ Իրանց ականջները շոյող սուտը։ Խաբեությունը կարող է ուղեկցվել նշաններով եւ տպավորիչ, հա, երևույթներով։ Ու եւս մի բան, հավատացյալները պետք է փորձեն հոգիները եւ մնան սուրբ գրքին հավատարիմ։ Գիտեք, վերջին բաժինը, էսի մուղերցի, գրել եմ հակաթույնը։ Այս ամեն ինչը խոսացինք, լավ, էսի վտանգա, էսի վտանգա, էսի վտանգա, էսի վտանգա։ Բա ինչ անենք։ Ինչա պետք անել, որ այդ վտանգներից զերծ լինենք։ Ինչա պետք անել, որ մոլորության մեջ չընկնենք, չշեղվենք, սատանան չխաբի մեզ, չհեռացնի առողջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությունից։ Եվ առաջի բաներից մեկը, սիրելիներս, կարող է գրել անգամ ձեր համար, դա եկեղեցական պատկանելություն է։ Ու հարցը կոնկրետ մեր եկեղեցու մասին չի, հասկանում եք, հարցը պատկանելության մասին է։ Եթե մարդը չունի եկեղեցական պատկանելություն, ինքը ասում է, ես մեր տանը նստած եմ, իմ սրտի մեջ, իմ Աստծուն հավատում եմ, որ քարոզիչին էլ ուզում նայում եմ, որ փառաբանությունը ուզում եմ լսում եմ, ու вообще սաղից էլ խելքով եմ։ Եթե դու չունես եկեղեցական պատկանելություն, դա առաջի վտանգներից մեկն է քո շեղվելու, որովհետև եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է այս երկրի վրա։ Հիսուսը ասեց, ես կկառուցեմ իմ եկեղեցին, դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Ու Աստծո խոսքը նաև կասի, որ ամեն մեկս կենդանի քարենք այդ եկեղեցու մեջ։ Եթե դու եկեղեցու մեջ չես, եկեղեցու պատերի մեջ չես, սենց ասեմ, այլ փողոցում միտեղ քցված ես, կհայտնվես մարդկանց ոտքերի տակ ուղղակի։ Սատանան քեզ շատ հեշտ կտանի մոլորության սիրելիս, բայց եկեղեցին դա մի տեղ է, դա մի միջավայր է, որ կօգնի քեզ միշտ պահես բալանսը։ Ամեն։ Երկրորդը, սիրելիներս, շատ կարևոր է հոգևոր հաղորդակցությունը։ Քրիստոնյա լինելը մենակ կիրակի օրը եկեղեցի գալը չի։ Շատ կարևոր է հոգևոր հաղորդակցությունը։ Ես շատ մարդիկ գիտեմ, որ թողել են եկեղեցին հաղորդակցություն չունենալու պատճառով քրիստոնյաների հետ։ Մարդիկ շատ անգամ 10 անգամ ավելի շատ ժամանակ են անցկացնում աշխարհիկ միջավայրում, քան թե եկեղեցու մարդկանց հետ։ Շրջապատի քեզ ճիշտ մարդկանցով, շրջապատի քեզ հոգևոր մարդկանցով, գնա տնային խմբակներ։ Մենք շաբաթվա մեջ հատուկ ունենք մի օր, որպեսզի հավաքվենք, շփվենք, հաղորդակցվենք իրար հետ, իրարից տեղյակ լինենք, իրար համար աղոթենք։ Միաբանության մեջ զորություն կա։ Միաբանության մեջ զորություն կա, սիրելիներս, ու միասին ավելի հեշտ է հաղթահարել ցանկացած տեսակի, հա, մոլորություն։ Ասում է խորհրդականների շատությունով հաղթանակ կլինի։ Ամեն։ Դրա համար ունեցի ճիշտ մարդիկ քո շուրջը, ունեցի ճիշտ շփման միջավայր։ Երրորդը, սիրելիներս, գրքեր կարդալը, քարոզներ եւ ուսմունքներ լսելը շատ ընտրողաբար ու զգուշորեն պետք է լինի։ Մարդիկ ասում են, դե այն քարոզիչը, տես ինչ հայտնի քարոզիչ է։ Ես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Ես չեմ ուզում, սիրելիներս, ոչ մեկի թեր գնահատեմ, քննադատեմ, ինչ որ բացասական բան ես բեմից ասեմ, ինչ որ քարոզիչի նկատմամբ։ Բայց գիտեք, երբ որ ես նայում եմ, ինչ որ մեկը սովորացնում է մի բան, որ հակասում է Աստվածաշնչին, ես չեմ լսում այդ քարոզիչին։ Գրքեր կան, որ ես չեմ կարդում։ Դրա համար պետք չի ուշագնաց եղնել այն քարոզիչը, հայտնի քարոզիչը։ Փառք Հիսուսին, սիրելիներս, մենք ունենք մեր շարժը, հա։ Մեր շարժում կա առողջ ուսմունք, կան լիքը լավ հովիվներ։ Գիտեք, միշտ տենց են, իմպորտնին ավելի հետաքրքիր ու համով է, ինտրիգա կա մի քիչ։ Ոչ ամեն իմպորտնի բան է, որ լավ է, ժողովուրդ։ Տեղականը երբեմն ավելի լավ է, քան թե իմպորտնին։ Ես ձեզ լուրջ եմ ասում։ Mən ասում եմ, հերվի ձենը անուշ է։ Ու դրա պատճառով մենք շատ անգամ մեր կողքի մարդկանց չենք գնահատում։ Եկեք գնահատենք մերը, սիրելիներս։ Չէ՞ որ Աստված մեզ տեղ է դրել, էսի մեր ընտանիքն է։ Սուրբ Հոգին մեր մեջ էլ է գործում։ Սուրբ Հոգու պարգևները մեր եկեղեցում էլ են գործում։
Ամեն։ Դրա համար ուշադիր եղեք, ում եք լսում, ինչ գրքեր եք կարդում։ Ուրեմն եւս մի բան, հատկացնել ժամանակ ծոմապահության համար, սա շատ կարևոր ժամանակ է։ Սա շատ կարևոր ժամանակ է, որ սովորես սանձել քո մարմինը։ Իմ դուրը գալիս է մեր հորը Մեխակյան։ Այս տարի մի քարոզ տվեց, հա, ծոմ ամբողջ տարվա համար։ Գիտեք, կարող եք դուք էլ, մարդիկ կան կոֆեի մանյակ են, ես իրանցը տենց եմ կոչում, կոֆեի մանյակ։ Զգում ես, որ սուրճի հետ խնդիր ունես, առանց սուրճ կյանք չունես, ծոմ վերցրու։ Բայց դրանից բացի ասենք կա ծոմ, որ հիմա ասենք ապրիլի 1-ից, ես ներողություն մարտի 1-ից մինչև տարվա վերջը, կա ինչ-որ բան, որ ես ինձ ուզում եմ դրանից զրկել։ Առաջի հերթին իմ առողջության համար, երկրորդը որ գիտես, միշտ իմ մոտ այդ զգացողությունը եղնի, որ ես ինչ-որ ուխտ ունեմ Աստծո հետ, որ այս բանը չեմ։ Դա օգնում է քեզ քո մարմինը ավելի սանձես, քո մտքերը ավելի սանձես։ Հետո ծոմի նպատակը ի՞նչն է, սիրելիներս, դա շատ կարևոր բան է քրիստոնյայի կյանքում, դա դիետա չի ուղղակի։ Դա ինչի որ նոր տարվան մի 2-3 շաբաթ լավ բթվել ես, հիմա էլ դիետա պահեմ, մի հատ շլակներից մաքրվեմ։ Չէ, իհարկե ծոմը նաև մաքրում է մեր օրգանիզմը, նաև։ Բայց ծոմի նպատակը ի՞նչն է, երբ որ դու քո մարմինը խոնարհեցնում ես։ Ինչի համար, որպեսզի ավելի զգայուն դառնաս Աստծո ներկայության նկատմամբ, որպեսզի ունենաս ժամանակ Տիրոջ հետ հանդիպելու, իր երեսը տեսնելու, Աստծո ձայնը լսելու։ Ամեն։ Ունեցեք անպայման ծոմապահության ժամանակ, սիրելիներս։ Եվս մի երկու բան։ Ունեցեք ակտիվ աղոթքի կյանք։ Շեշտում եմ, ակտիվ աղոթքի կյանք։ Ոչ թե ժամանակից ժամանակ, երբ որ հավեսը տվեց, մեկ էլ հաց ուտելու ժամանակ։ Հա լավ, մեկ էլ քնելուս, աղոթեմ, որ վատ երազ չտեսնեմ։ Ունեցեք աղոթքի ժամանակ, աղոթքը դա մենակ Աստծուց ինչ որ բան խնդրելը չի։ Աղոթքը քեզ օգնում է հոգով աճել։ Աղոթքը օգնում է քեզ Աստծուն ճանաչել, աղոթքը քեզ օգնում է ճիշտը սխալից տարբերել, աղոթքը օգնում է Աստծո կամքը հասկանալ քո կյանքի համար, սիրելիս։ Ու ընդհանրապես աղոթքը դա շփում է Աստծո հետ։ Ոնց որ դու քո հարազատներից ինչ որ մեկի հետ լավ ժամանակ ես ունենում։ Գիտես, երբեմն Աստված ուղակի ուզում է ոչ թե գանք ինչ որ բան իմանանք, ինչ որ բան ասենք, խնդրենք, ուղակի գանք ու վայելենք իր ներկայությունը ու սերը։ Այնքան է լինում, որ գիտես, Աստված ուղակի ուզում է քո հետ հաղորդակցվի, ուղակի ուզում է իր սիրով քո հետ կիսվի։ Ունեցի այդ ժամանակը, սիրելիս, դա կօգնի քեզ, որ փոթորիկների միջով անցնես, դժվարությունների միջով անցնես։ Դա կօգնի քեզ, որ հասկանաս, որ Աստված քեզ հետ է, ինքը քեզ չի թողել։ Ամեն։ Եվս երկու կետ։ Ամեն օր կարդալ ու ուսումնասիրել Աստծո խոսքը։ Ոչ թե կարդալու համար, գիտես, կարելի է 20 գլուխ կարդալ Աստվածաշնչից ամեն օր, բայց այտենց էլ ոչ մի բան չհասկանալ։ Հա դե կարևորը պլանը կատարեցինք։ Այն կոմունիստների վաղ կար, չէ՞, այտենց պլանը պիտի կատարես, կամ այսօր 11 գլուխ եմ կարդացել, պլանը գերա կատարել եմ։ Վաղը կարամ 9 գլուխ կարդամ։ Էդի դրա համար չի։ Աստծո խոսքը ուսումնասիրել է պետք։ Սիրելիներս, Աստծո խոսքը դու պիտի այնց կարդաս, որ թույլ տաս ինքը քո հետ աշխատի։ Ամեն։ Եվ վերջինը շատ կարևոր կետ է։ Լուծիր մեղքի հարցերը քո կյանքում։ Դա պատճառներից մեկն է, որ շատերը ընկնում են մոլորության մեջ։ Որովհետև մարդիկ, երբ որ չեն ուզում ապաշխարել, գալիս է այդ վիճակը, որ մենք խոսում ենք, սկսում են իրենց համար հարմար քարոզիչներ ման գալ։ Սկսում են ուսմունքներ ման գալ, որ կարդարացնի իրանց արարքը։ Հասկանում եք։ Դրա համար սիրելիս ապաշխարիր մեղքից, երբ որ մեղքը գնում է, Տիրոջ ճշմարտություն է գալիս։ Կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ ազատ կարձակի։ Քանի դու դեռ մեղքի մեջ ես, դու բաց դուռ ունես քո կյանքում, որը կարա տանի քեզ մոլորության։ Ամեն։ Փառք Տիրոջը։